Ապրիլի 26-ին Էջմիածին քաղաքում անցկացվեց հայ-վրացական եղբայրությանը նվիրված փառատոն, որտեղ պարուսույց Լուսինե Մզիկյանի փարվանապարային խմբերը հանդես եկան իրենց հոգեշունչ կատարումներով եւ արժանացան խրախուսական պատվոգրերի, խորհրդանշական հուշանվերների։ Հայաստանի Հանրապետությունում Էջմիածինում էինք մենք, սա տարին մեկ անգամ է լինում այս փառատոնը, հայ-վրացական եղբայրության փառատոն էր, դա նշվում է տարին մեկ անգամ Էջմիածին քաղաքում, որտեղ Էջմիածին քաղաքը բացի եկեղեցիների քաղաքից նաև ինքը համարվում է մշակութային քաղաք եւ այնտեղ էին բոլոր մոտավորապես 70 համույթներ, այսինքն համերգային ծրագիրը 3 փուլից էր, 10-ից սկսվում էր մինչև երեկոյան 10-ը, իսկ երկրորդ օրը նույն այդ համույթները մասնակցել էին Կասկադում, Երևանում, Բացոցի, այնտեղ նշել էին այդ հայ-վրացական եղբայրության տոնը, պարզապես մեր պայմանները չներեց, որ մենք մնայինք եւ մասնակցեինք այդ, չնայած որ գրանցված էին, մասնակցեց մեր ավագ խումբը, Փարվանայի 2 պարով հայ-վրացական պարերով, վրացական շատ խմբեր կային տարբեր տղերից, տարբեր երկրներից, եւ գիտեք ինչն է ուրախալի, որ այսօր մշակույթը կապում է տարբեր ազգություններին, անկախ ամեն ինչից, մշակույթն է կապում, այո, ես դա կարող եմ վստահ ասել, որ մշակույթը կապում է տարբեր ազգությունների միմյանց հետ, այդտեղ չկան քաղաքական հարցեր, այդտեղ չկան ինչ-որ սոցիալական հարցեր, կա միայն մշակույթ եւ կա այնտեղ եղբայրություն եւ մենք շատ պատվող ելույթ ունեցանք, շատ տպավորիչ էր, այդ տպավորությունների մասին հետո պարգևատրության ժամանակ երեխաները իրենք կխոսեն, փառատոների հետ մեկտեղ ունեցել ենք էքսկուրսիա եկեղեցիներում եւ այնտեղ հաղթանակի զբոսայգում Երևանում, ցանկալի էր, որ մասնակցեինք ամսի 27-ին այդ միջոցառմանը, որը տեղ ունեցավ Կասկադում, մոտ 2000 պարողներ, պարուսույցներ մասնակցեցին, հրավապեց մեր պայմանները չներեցվար ունենք։ Գեղարվեստական ղեկավար եւ պարուսույց Լուսինե Մզիկյան, շնորհավորում ենք ձեզ։